Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, ուրեմն ինչպես որ սովորեք, մենք ենք նաև սովոր, փաստորեն մենք գիրագնորյա երկխոսությունն է մեր ունկնդիրների հետ, որոնք աշխարհում մեկ են սփռված եւ հիմնականում մեր հայրենակիցներ են հայեր, բայց կան նաև օտարներ, որը մեզ շատ ուրախացնում է, նշանակում է մեր հաղորդաշարով մարդիկ հետաքրքրվում են, սա ուրեմն հայրենաշունչ անվանված մեր շրջայց հաղորդաշարն է եւ ձեզ ես բացատրել ասել եմ թե ինչու հայրենաշունչ այսպես ուրեմն քանի որ մենք բավականին վերջին շրջանում կորուստներ ենք ունեցել մեծ խնդիրների առաջ ենք կանգնել մենք մտածում ենք որ մենք պիտի այսպես կպչենք մեր լեռնաշխարհի այս մնացած հատվածին եւ լավ ճանաչենք այդ երկիրը իր հողը իր ջուրը իր մարդիկ իրենց հոգսերը եւ պատմական այն ժառանգությունը, որ մեզ է հասել եւ անշուշտ տարերի ուրեմն խորքով պիտի գնա դեպի ապագան։ Պատմության ընթացքն այդպեսին է։ Ինչպես որ ձեզ ասեցի, ուրեմն սա նախկին շրջայց մեր հաղորդաշարն է, այսինքն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության եւ մեր նպատակներից մեկը մեր ձեզ փոխանցելն է մեր ուրեմն երկրի բույրը, այդպես ասեմ, իրականում բույրը։ Տվյալ պահին մենք այսօր գտնվում ենք Ստեփանավանի նախկին շրջանի, որ այսօր ուրեմն Գուգարքի կամ ուրեմն Տավուշի մարզի Կուրթան գյուղն է։ Ես գիտեմ, որ շատերը գիտեք այս գյուղի մասին, գոնե գրականության մեջ կարդացել եք, անունը ձեզ ծանոթ է, բայց ինքը հայտնի գյուղ է իր հազարամյակների պատմությամբ եւ մշակութային ժառանգությամբ, իհարկե նաեւ լավ աշխատող մարդկանցով։ Տվյալ պարագայում մենք գտնվում ենք Մայրիկ Մայր Աստվածածին եկեղեցու կողքին, սա 4-ից 6-րդ դարերի առաքելական եկեղեցու կառույց է, Ստեյության Գրիգոր Լուսավորչի տարեկիցն է։ Եվ դա շատ ուրախացնում է, որովհետև մեր իսկապես արմատները գնում են դարերի խորք, եւ դա շատ կարեւոր է, բայց կարեւոր է նաեւ, որ մենք դարերի խորքում չմնանք, այլ շարժվենք առաջ եղած հնարավորությունների վրա։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Դուք եթե նկատել եք տարիներ շարունակ եկեղեցիների, մեր ուրեմն մատուրների, ամրոցների, ուրեմն կողքից կամ մեջից կամ միջավայրից հաղորդումներ ենք տվել, ձեզ ներկայացրել ենք նախ եղածի հմայքը, նաև խնդիրներ։ Հիմա ես բաց տեքստով ասեմ, եւ ես իրավունք ունեմ ասելու, որ 5-6 տարի է ձեզ էր ներկայացվում եւ ենթադրում եմ նաև կառավարության անդամները տեղյակ էին լինում, երբ եկեղեցու խնդիրները ձեզ ներկայացնում էի։ Ինչն է հարցը։ Ուզում եմ ասել, որ խնդիրների լուծումները չպիտի թողել տարիների այդպես ձգձգվածությամբ, որովհետև եթե կա խնդիր, եթե չես լուծում հարցը, հետեւաբար կգա ժամանակ, կվերածվի դա ճգնաժամի, դա քայքայիչ process-ի կվերածվի եւ այլն, ինչը որ ձեր աչքի առաջ է։ Այսօրվա հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավարության հակապետական, հակահայաստան, օտարահպատակ եւ ուրեմն կլանային շահերի պաշտպանության իմաստով վիճակը տեսնում եք, հուսանք որ հիմա կառավարությունը եւ իրավաբան մարմինները շատ արագությամբ կաշխատեն հարցերը լուծել, որտեղ կրկնեմ, ցկցկվելը տվյալ բարագայում հարցը ցկելը շատ բացասական հետևանքներով է հղի եւ դա ասեմ նաեւ որ նման ցկցկումները մեր պատմության ընթացքում սովորաբար դարձել են օտար պետության միջամտության առիթ, սա նկատի ունեցեք, դրա համար իրավաբան համակարգը շատ արագ պիտի այդ հարցը լուծի եւ մաքրի եկեղեցին մաֆիոզ տարերից, ուրեմն KGB-ի ագենտուրայից, եթե դա կա, ու ենթադրում ենք, որ անպայման կա, եւ նրանցից, ովքեր մեր հոգեվոր դասի անուն նարադավորում են, այդ բոլորը հանուն հայաստանյաց առաքելական եկեղեցու է, հանուն ուրեմն մեր ժողովրդի եւ մեր պետականության նկատի ունեցեք աշխարհասփյուր հայրենիքն եմ ասում երբ որ ասում եք մեր հայրենիքի համար ուրեմն անպայման կավելացնեք մեր պետականության համար որտեղ այստեղ կա մտածածին եւ մտային մանիպուլյացիա երբ հայրենիքը հակադրվում է պետականությանը երբ խոսվում է հայրենիքի մասին պատմության մասին ժառանգության մասին այսօր տվյալ բարակայում Հայաստանի Հանրապետությունը ներկայանում է որպես հայրենիք սա ընդհանրապես պետք է նկատի ունենալ որտեղ մեզ Աստված մեզ չի սպասում եւ ընդհանրապես հայությանը ոչ մեկը չի սպասում դանդաղ
գործելը այս արագության պայմաններում, որ աշխարհում է տեղի ունենում փոփոխություններ, մահվան նման մի բան է։ Ուրեմն արագություն, օրինականություն, իրավական լուծումներ եւ վերջես առումով ասեմ, նաեւ հոգեվոր դասի համար Հայաստանի Հանրապետությունում չպիտի լինի որևէ հիմնարկ, որևէ անձնավորություն, որ իրեն վեր կդասի օրենքից, իրավունքից եւ կաշխատի արտոնյալ վիճակ պահել, խոսելով սին բարոյականությունից, արժեքներից եւ այլն։ Այդ արժեքներն ու բարոյականությունը իմաստ ունեն այնքանով, որքանով պետական կառույցի հետ համընթաց են իրավական պետության շրջագծի մեջ են։ Այսպես ուրեմն հիմա ինչու Ստեփանավանի ոչ նրան այնքան հեռու Ստեփանավանից Գուրթան գյուղը։ Մենք որոշեցինք, որ սրանից հետո նաև ոչ միայն մարզային նախկին շրջանային կենտրոններից հաղորդումներ տանք, այլ նաև հաղորդումները լինեն գողտրիկ վայրերից, պատմական հուշարձանների, պատմական հիշողության վերադարձի նաև եղած խնդիրները ներկայացնելու առումով։ Այդ իմաստով ասեմ ձեզ, որ այդ իմաստով աշխարհի քրիստոնյա դեմոկրատական շարժումը ԿԴՄ-ն շատ յուրահատուկ է։ Նա առանձնանում է Գերմանիայում մնացած կուսակցություններից, ԿԴՄ-ն առանձնանում է Ավստրիայում մնացած կուսակցություններից, այդպես եղել է Իտալիայում եւ այսպես շարունակաբար կարծում եմ այդպես պետք է լինի նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Ինչու՞, որտեղ ԿԴՄ-ն որպես համաշխարհային շարժում, իսկ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կամ քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը հայաստանյան կտրվածքով նույն խնդիրների առաջ են եւ համաշխարհային ինտերնացիոնալի անդամ են, նկատի ունեցեք։ Մենք օրինակ ես ենթադրում եմ, որ եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը մեզ իրավունքով ոչի ներկայանանք խորհրդարանում, մենք երկու խնդիր կլուծենք։ Առաջինը անպայմանորեն ուրեմն մենք խորհրդարանում կունենանք քրիստոնյա ժողովրդավարական կամ ԿԴՄ ֆրակցիա, որը լայն հարաբերությունների մեջ կմտնի Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական միության հետ, Ավստրիայի քրիստոնյա ժողովրդավարական միության հետ, անշուշտ նաև Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցության քրիստոնեական, այսպես ասեմ, պայմանական սեգմենտի հետ, որտեղ հանրապետական կուսակցությունը իր մեջ ունի ահռելի ուրեմն քրիստոնեական արժեքներով ուրեմն զբաղվող կուսակցական ուրեմն շերտ։ Այս սրանց հետ նաև չզարմանաք, մենք լայն հարաբերություններ կարող ենք ստեղծել որպես պարլամենտական կուսակցություն նաև Հարավային Կորեայի համապատասխան կառույցների հետ, որովհետև շատ պետություններ, շատ ժողովուրդներ ճգնաժամը հաղթահարել են ԿԴՄ կուսակցությունների կամ կառավարման միջոցով, ղեկավարությամբ ինչպես Գերմանիան, Ավստրիան, այնպես ինչպես նաև Հարավային Կորեան կամ նրա ակտիվ մասնակցությամբ, նայած կառավարող կուսակցություն կամ տվյալ պարագայում քաղաքական համագարկի բաղադրիչ կազմող որպես ուրեմն պոզիտիվ ընդդիմություն, որտեղ ընդդիմությունը ոչ միայն պոզիտիվ է լինում, այլ նաև նեգատիվ է լինում, ինչ որ դուք տեսնում եք ռևանշիզմի գործողություններով, որի նպատակը Հայաստանի պետականության լիկվիդացիան է, ինչ էլ բարբաջեն, ինչ էլ խոսեն, եւ անպայմանորեն դա դրսից հովանավորվող շարժում է։ Եթե դա շարժում է, իհարկե դա շարժում չի, բայց կառույց է, որը Հայաստանը պահում է լարման մեջ եւ նման բաներ։ Հիմա սանտանապես ինչի համար եմ ասում, որովհետեւ կուսակցությունների վերաբերյալ Հայաստանում կա թյուր պատկերացում։ Կարող են մարդիկ հավաքվել մի օր, նստեն, ուտեն, խմեն, խաշի սեղանի շուրջ եւ մաֆիոզ կառույցները կամ այն շրջանակները, որոնք ախպերական, չգիտեմ, շրջանակներ են, հանգարց իրենց հայտարարեն կուսակցություն։ Բայց կուսակցությունները նրանք են, որոնք եզակի են Հայաստանում, որոնք ունեն գաղափարախոսություն, քաղաքական դոկտրին անպայման, քաղաքական փիլիսոփայություն, տնտեսական հայեցակարգ, երկրի վերափոխման եւ մշակութային բաղադրիչ։ Մշակութային բաղադրիչն ասում եմ, որովհետեւ քրիստոնյա դեմոկրատական շարժման համար եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության համար մեր պարագայում բացառիկ արժեք ունի ավանդական արժեհամակարգի պաշտպանությունը եւ մշակութային արմատներին վերադարձի եւ նոր պայմաններում դրա զարգացումը։ Ուրեմն սա էլ այսպես կուսակցության վերաբերյալ իհարկե ես շատ ավելի այլ հաղորդումների ժամանակ ձեզ տեղեկատվություն կտամ, որտեղ մենք մեր ժողովրդին պիտի ներկայացնենք այն կառույցները, որոնք չեն հովանավորվում որևէ մեկի կողմից, ոչ հյուսիսի, ոչ հարավի, ոչ մեկի, որոնք ուրեմն ունեն իրենց երկրի եւ ժողովրդի զարգացման պահանջների համաձայն ուրեմն adekvat պատասխաններ տեսության մեջ, գործնական քաղաքականության մեջ, ինչը որ մեզ տեսնում եք, եւ այլն, եւ կարեւորը պիտի լինեն ակտիվ սեփական ժողովրդի խնդիրները ներկայացնելու ժառանգությունը իրենց հաղորդելու համար։ Հենց ժառանգության առումով էլ
հենց այս գյուղը Կուրթան գյուղը մենք ընտրեցինք, որտեղ լորեցիները հիշեն, որ իրենք ունեն Կուրթան գյուղ, հաջորդը հիշի, որ ինքը ունի Կուրթան գյուղ, որոնք դարերի հազարամյակների պատմություն ունեն, եւ դա մեր հպարտությունն է, նվաճումն է եւ այլն։ Սա էլ այսպես ժամանակին այս բոլոր խնդիրները ձեզ կներկայացնենք, բայց հիմա ասեմ հետևելս, այս բոլորը ճիշտ է եւ կուսակցություններն իմաստ ունեն այնքանով, որքանով նպաստում են իրենց երկրների զարգացմանը եւ ներկայացնում են զարգացման ծրագրեր, ուրեմն տեսակետներ, որը adekvat պիտի լինի համահունչ ուրեմն տվյալ երկրի պետության եւ ժողովրդների շահերին։ Հիմա կոնկրետանամ այս բանի ուրեմն Ստեփանավան, Տաշիր եւ այս ուրեմն մի խոսքով նախքին այս շրջանի Լորվա մարզի այս հյուսիս, այսպես ասեմ, արևմտյան հատվածի ուղղությամբ։ Դուք գիտեք, որ մեր լեռնաշխարհը ինչքան որ տվյալ Բարագեմ Հայաստանը փոքր է, այնքան էլ հարուստ է, նկատի ունեցեք։ Բնակլիմայական պայմանների առումով, կլիմայի եւ դեղագրության զանազանությամբ եւ իհարկե գեղեցկությամբ։ Փառք Աստծո, այս տարի իսկապես լավ տարի է եղել այս տարածաշրջանում, խոնավ, անձրևներ են եղել եւ մարդիկ լավ բերք են ստացել, գոհունակություն կա, որտեղ մենք տասնյակ մարդկանց հետ զրուցում ենք, հասկանանք, տեսնենք, խոսենք եւ այլն, եւ մարդիկ իրականում ունեն գոհունակություն այս տարվանից, բայց ուրեմն պետք է նկատի ունենալ, որ ուրեմն բնության վրա հույսը չպետք է դնել, բոլոր դեպքերում դա սխալ տեսակետ է եւ ուրեմն հաջողությունները բնությունով չէ, որ միայն պիտի պայմանավորվեն, այլ երկիրը պետք է վերափոխվի ծրագրավորված կարգով։ Այսա խնդիր է մեզ մոտ եւ ասեմ, որ ինչն է իմ նպատակը, որ այսօր ձեզ ասում ենք, ներկայացնում ենք։ Նպատակը հետեւյալն է, որ մենք իմանանք, որ մենք մի պետություն ենք, այն ինչ որ ունենք այսօր 30,000 քառակուսի կիլոմետր ասենք, որը ունի հարևաններ եւ հարևանները կոնկրետ են, ինչպես կոնկրետ ենք մենք ինքներս, որպես Հայաստանի Հանրապետություն։ Արևելքից Ադրբեջան կոչվող այդ նորաթուխ թուրքական պետությունն է քրդական աշիրապետության տեսքով, ուրեմն արևմուտքից Թուրքիան է, հարավ Իրանի Իսլամական Հանրապետությունն է, հյուսիսից էլ Վրաստանի Հանրապետությունն է։ Ուրեմն սա 4 է, շատ կոնկրետ բան է։ Եվ եթե ձեզ առաջարկում եմ միշտ ֆիզիկական քարտեզը նայել այսօրվա հանրապետության եւ մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է ճգնաժամի պայմաններում հայտնվել մեր ոչ մեղքով տարբեր իրավիճակների մեջ եւ մենք դրա համար պատասխաններ պիտի ունենանք։ Անկախ այն բանից, որ Հայաստանի կառավարությունը այսօր տեսնում եք ինչ ահռելի ջանքեր է տապում երկրի ուրեմն խաղաղությունը եւ կայունությունն ապահովելու համար եւ մեզ դա հաջողվում է, քրիստոնյա ժողովրդավարական գուսակցությանը դա շատ ուրախացնում է բոլոր թերություններով հանդերձ։ Այդ թերություններից շատ խոսելը հիվանդություն է, նկատի ունեցեք։ Ուրեմն, բայց բոլոր դեպքերում դա մեզ գոհացնում է նաեւ մեր գնահատականով մեր երկրի միջազգային դիրքերի ամրապնդումը։ Միջազգային դիրքերի ամրապնդումը։ Դուք գիտեք, տեսնում եք մեր աչքի առաջ է, թե այս 2-3 տարի է պատերազմից հետո մենք ինչպիսի լայն թափով դուրս ենք եկել համաշխարհային քաղաքականության ուրեմն ոլորտներ։ Հնդկաստան, տեսեք, աշխարհագրությունը բազմազան է, աշխարհագրությունը սպառակեմ չափազանց հուսադրող է եւ ակտիվ է։ Հիմա Հնդկաստան, ասեցի ձեզ, Ֆրանսիա, Եվրոպական միություն, Ռուսաստանի հետ հարաբերությունների որոշակի կանոնավորում, դուք տեսնում եք նախկին քծնանկը, որը հատուկ էր նախկին իշխանություններին Կրեմլի հանդեպ, գրեթե կամ ընդհանրապես գոյություն չունի եւ Հայաստանի Հանրապետությունը կարծես թե նվաճումներ ունի տարբեր ոլորտներում եւ հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ։ Սա մեր նորագույն պատմության, նորագույն շրջանի խոշորագույն ձեռքբերումն է, երբ մեր հարաբերությունները որակապես լրիվ ուրիշ մակարդակի է բարձրացել Թրամփի վարչակարգի հետ հարաբերությունների մեջ։ Ուրեմն շտապել է պետք, ինչու է շտապել պետք Թրամփի ուրեմն այդ ուղու շինարարության հետ կապված միջոցառումներում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները դուք գիտեք, որ ընտրություններ անխափան իրականացնող պետականություն է, ով իմանա հաջորդ ուրեմն շրջանում այսօր դժվար է ասել, ուրեմն հանրապետական գուսակցությունը կունենա այն առավելությունը կամ նրա տեխնացուն, որպես նախագահ կներկայանա թե չէ, հարցը համարենք բաց հարց, ոչ թե վերջացած հարց, իսկ եթե դեմոկրատների վերադարձներ լինելու մենք երաշխավորված չենք կարող ասել, որ դեմոկրատները այլ տեսակետ չեն ունենա այլ հարցերի վերաբերյալ։ Ես ենթադրում եմ, որ հանրապետական գուսակցության կառավարման շրջանը
ուրեմն միայն այս շրջանով չի ավարտվի, որովհետև այնտեղ կան երիտասարդ քաղաքական գործիչներ եւ այդ կուսակցություն ունի ահռելի պոտենցիալ։ Ես նկատի ունեմ փոխպրեզիդենտ Դվենսին եւ հատկապես պետքարտուղար Մարիո Ռուբիոին։ Այդ ենթադրենք, որ գործը կշարունակվի այնպես ինչպես եղել է, բայց մենք պետք է նկատի ունենանք նաեւ որ ենթադրենք գործը այդպես չշարունակվի, ինչ ենք անելու։ Դրա համար պետք է այսօրվանից հայ-ամերիկյան հարաբերությունները դնել հստակ եւ ուժեղ հիմքերի վրա, որի ուղղությամբ աշխատանքները դուք տեսնում եք շատ արդյունավետ կատարվում են եւ շատ էլ պետք չի նռալ, ուրեմն այս երրորդ, 5-րդ Շարասյան ոռնոցին լսել պետք չի, որտեղ սրանք Իշահ Ալիևի եւ Պուտինի ամեն ինչի պատրաստ են, որտեղ նաեւ իրենց ֆիզիկական ուրեմն նյութական ապահովությունը բարձր որ կապված այդ ռեժիմների պահպանման հետ։ Հիմա այսպես ասենք հետևել, ավելի եմ կոնկրետանում խնդիրների վերաբերյալ։ Մենք կարծում ենք, որ քրիստոնյա որպես ժողովրդավարական կուսակցություն մեր տարբեր ռեգիոններ պետք է ունենան մասնագիտացումներ որոշակի իմաստով։ Դա 100%-անոց չի լինելու, բայց անպայման պետք է լինի։ Օրինակ, եթե Շիրակի գոտու մասին խոսելուց հաղորդման ես ձեզ ասում եի եւ այսօր էլ պնդում եմ, որ անպայմանորեն Շիրակի գոտին պիտի նորից դառնա վերածվի ուրեմն հացահատիկի ուրեմն արտադրության կենտրոնատեղի, ինչպես նաև Վարդենիսի ուրեմն որոշակի հատված, որտեղ այս հատվածներում ուրեմն հացի լավագույն բերք է լինում, եթե իհարկե անձրևները բավարար են լինում, ուրեմն դրան գումարած այս ռեգիոնը, որտեղ մենք անկնած ենք, սա անասնապահության, ուրեմն կաթի արտադրության, մսի արտադրության լավագույն պայմաններ ունեցող ռեգիոն է։ Օրինակ, ես մեզ ասեցին, որ Կուրթան գյուղը, չնայած ես դա գիտեի, սերմնաբուծական հզոր տնտեսություն ունեցող սովետական տնտեսություն է։ Այդ ավանդույթները շատերը պիտի վերականգնել եւ այսպես կառավարությունը կարող է, իսկ եթե չէ, մենք ցես խոստանում ենք անպայմանորեն, ինչպես պնդում է իմ ընկեր Դավիթը եւ ընկեր ուրեմն Հայկը, որ խորհրդարանում անպայմանորեն պիտի փորձենք, եթե լինենք այս տարածաշրջանը ուղղությամբ գյուղատնտեսության հզոր զարգացման, ասեցի անասնապահության ուրեմն ռեգիոնի վերածել, որտեղ բնակլիմայական պայմանները շատ լավ են։ Բայց ինչ պատկեր է մեզ մոտ։ Բարձ է որ ֆերմերային տնտեսությունը պետք է անպայմանորեն ծաղկի, բայց դրա համար գյուղացին պետք է օժանդակություն ստանա, բայց այստեղ մի բան ասեցին, որ շատ անգամ նկատի ունեցեք, ուրեմն շատ դժվար ֆիզիկական աշխատանք է, գիտեք, որ մեզ մոտ միջնադարի վիճակ է ձեռքի աշխատանքի կատարման իմաստով եւ ընտանիքները բավարարվում են հողի քանակի կամ անասունների գլխականակի այնքանի մշակումով, որքանով դա իրենց բավարարում է անձնական տնտեսության, անձնական ուրեմն ընտանիքի պահանջների բավարարման համար, դա խիստ քիչ է, նաեւ երկրորդ խնդիրը կա, սերմերի, անասունների, տեսակների եւ այլ առումով մասնագիտացված աշխատանք պետք է անել։ Ես օրինակ ձեզ մի բան ասեմ Իսրայելից, որտեղ ես 3 տարի աշխատել եմ, մեր եկեղեցու ուրեմն դասավանդել եմ մի խոսքով Երուսաղեմի ճգնավոր ուրեմն ուսումնական կենտրոնում եւ ես իմ աչքերով տեսել եմ թե Իսրայելը ինչ հաջողություն ունի Գալիլեայի գլեջի շրջանում ուրեմն լոլիկի եւ այլնի արտադրության առումով։ Ես տեսել եմ ուրեմն լոլիկի բերքի ծառներ, որտեղ 4 հարկի նման լոլիկ կամ պամիդոր է աճում։ Հասկանում եք ոնց է, դա բնության մեջ չկա, բայց տեսել եմ նաև անասունների բուծված տեսակներ, որոնք որպես լավագույն նմուշներ ուրեմն ստացվել են Իսրայելի գյուղատնտեսական ուրեմն հետազոտություններով զբաղվող կենտրոններում, ինստիտուտներ եւ այլն եւ այլն։ Դրանց կատնատվությունը, բերքատվությունը մյուսի անհամեմատ բարձր է եւ չզարմանաք, որ ուրեմն փոքրիկ Իսրայելում ես տարածքը նկատի ունեմ, մանավանդ այդ բերքերի արտադրության համար շատ քիչ նախատեսված միջավայրերում նարինջը եւ կիտրոնը հատկապես լողացնում է հսկա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան, որտեղ այդպիսի բերքեր են ստանում։ Այսինքն հիմա եթե ասեմ նախկին տերմինը օգտագործեմ, էքստենսիվ գյուղատնտեսությունը պետք է տեղափոխել ագրոտնտեսության ինտենսիվ զարգացման մագարտակի վրա։ Անշուշտ մասնագետներն իմ խոսքանշապես կհասկանան, բայց մասնագիտացումով տարբեր ռեգիոններ, եթե մեր պարտականությունն է։ Ինչի եմ ասում, ինչու ասեցի աշխարհագրությունը մեր հարևանները։ Իհարկե մենք կուզենանք, որ խաղաղություն լինի եւ այդ խաղաղությունը հավերժ լինի, բայց դուք գիտեք, որ աշխարհում հավերժ խաղաղություն այն էլ այսպիսի խառնակ ժամանակներում չկա, չի լինելու։
Ես ձեզ ասում եմ, կարծեմ եմ ինձնից էլ լավ գիտեք, որ մեր օրերը յուրահատուկ են համաշխարհային անկայունությամբ, իսկ մեր երկիրը տեսնում եք պատերազմից հետո տևական անկայունության մեջ է, որը հովանավորվում է Կրեմլի եւ նրա էմիսարների կողմից։ Ես մտածում եմ, որ Սամվել Կարապետյանը դե պարզ է, 3 պիկը խփեց 7450 հոգի մի հսկա միտինգում եկեղեցու իբրև թե պաշտպանությամբ եւ իր ազատությամբ 7450 հոգին գիտեք ինչ է նշանակում, դե սրանց մի 1000 հոգի իրենց ախրանան է, մի 500 հոգին էլ իրենց շոֆերներն են, տակի ինչ մնաց, մնացածներն են իրենց ուրեմն հիմնարկների բանվորներ են, այդ բանվորները չի նշանակում, որ իրենց ձայն են տալու կամ կամավոր են եկել, տակը ոչինչ չմնաց, այնտեղ արտադրություն կա, ահա, էս է որ 7450, ուրեմն որ ասում են լերը մուկ ծնեց, այդ մուկներ սատկած է, նկատի ունեցեք։ Ես ասել եմ, չեմ բացառում, որ մի 2 ամիս հետո, երբ որ այս քամին էլ կանցնի, ինչպես որ Գալստանյանի քամին գնաց, հիշում եք, չէ, էպոսի Չարբահար քամիներն են գալիս գնում են, Արա Աբրամյանին գործուղ են Մոսկվայից եւ ակնհայտ է մի բան, որ Կրեմլը հայ օլիգարխներին հատուկ գործուղում է այնտեղ Ռուբեն Վարդանյանին Արցախով դեպի Բաքու, ուրեմն Սամվել Կարապետյանին Երևան, Երևանից Երևանի ուղիչ տուն, որ բանտն է, Արա Աբրամյան տեսնենք երբ կժամանի, որտեղ սրանցից ոչ մեկը ի վիճակի չի ոչ հաղթել, իրենց քամուն չնայեք եւ ոչ էլ երկրում հեղաշրջում անել, բայց ինչ կարող են անել, այդ վատություններ իրենց է մնում։ Վաղը մյուս օրը երևի տասնյակ տարիներով պատմաբանները կգրեն, որ Կրեմլի հայ էմիսարները, որոնք ռուսական կապիտալի ռուսականացված պուտինյան ջոկատն էին, Հայաստան են գալիս երկիրն ապակայունացնելու եւ նորմալ զարգացում թույլ չտալու համար, թե չէ ֆնդախ բաներ են գներեք, բարերար, մարերար եւ այլն, ինչ բարերարի մասին է խոսքը։ Այդ բոլորը քամիներ են, որտեղ այս մարդիկ բարերարությունից ստացել են գերշահույթներ։ Գերշահույթը ստացողը չի կարող բարերար լինել։ Մանավանդ ռուսական կապիտալի մասին է խոսքը։ Չմոռանաք եւ հանկարծ չշփոթվեք, սրանց ունեցած գումարները ռուսական փողեր են։ Դե ռուսները ոնց են Ադրբեջանի եւ Հայաստանի փողերը փչացնում, աչքերիդ առաջ է, ուրեմն պատրանքներ չդունենանք։ Հիմա ինչի համար եմ ասում, ասեց այդ անկայունություն եւ այլն, ուրեմն համաշխարհային այս հարմար մեզ համար բոլոր դեպքերում դրական անմիջավայրը, որ ամերիկացիների միջամտությունից հետո դրական ֆոն է առաջացրել, պիտի բերի երկրի ներքին կայունության եւ դա պետք է լինի նաեւ մասնագիտացման ոլորտում, ուրեմն մեր հանրապետության մասնագիտացման խնդիրների լուծման առումով եւ ասելիքիս իմաստը, երբ որ ասում եմ շրջապատ կամ իր հարևան պետությունները սրանք են եւ համաշխարհային քաղաքական իրադրությունը շատ բարդ է, դա ես չէ որ ձեզ պիտի ասեմ, պիտի նկատի ունենալ, որ Հայաստանի տնտեսությունը եւ պետական կառույցը ըստ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության այնպիսի մոդելի պիտի լինի, որ նույնիսկ ամիսների շրջափակման պայմաններում Հայաստանը բարենի խնդիր չունենա, Հայաստանը մեքենա սարքաշինական եւ այլնի այդ օժանդակ ուրեմն կառույցների միջոցով ունենա հնարավորություն ուրեմն նույնիսկ շրջափակման պայմաններում ազատ ապրելու, ստեղծագործելու եւ երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը պահպանելու համար։ Այսպես ուրեմն տեսեք ինչ է լինում։ Իհարկե այսօր իմ ասածը կարող է ֆանտաստիկ թվա, բայց ֆանտաստիկն էսպիսին է։ Տարիներ առաջ ես կհիշեք, երբ որ Մեղրի էի այցելում, դա երևի 4-5 տարի, բազմաթիվ հաղորդումներ եմ տվել ու ամեն անգամ կրկնում էի, որ հարավ-հյուսիս մայրուղին պետք է աշխատի անպայմանորեն եւ վերակառուցվի։ Նկատի ունեմ Ագարակ Մեղրի, Քաջարան եւ այլն այն մայրուղին։ Այն ժամանակ մարդիկ ծիծաղում էին, ասում էին Հայաստանը այն կարողությունները չունի, որ Քաջարանում թունելներ կառուցի, բայց այսօր ձեր աչքի առաջ է դա, այսինքն ասածս հետեւյալ իմաստ ունի։ Ուրեմն եթե ուզում եք 40-50 տարի հետո հզոր Հայաստան, այնպեսի Հայաստան ԿԴՄ-ի Հայաստան, ինչպեսին ԿԴՄ-ի Գերմանիան է կամ Բավարիան է, ուրեմն այսօրվանից հիմքերը պետք է տնել ճիշտ։ Հիմքերը ճիշտ դրեցիք, կունենաք ճիշտ հայրենիք ժողով։ Եթե կշարունակեք գողապետության հիմքերը պահել մաֆիոզ կառույցներով, հերթական ջախջախումն է լինելու, հերթական հայրենա զրկումը եւ այլն, ուրեմն պատմությունը ինքը եթեներ չի սիրում ոչ միայն եթե այսպես լիներ, այսպես կլներ, այլ եթե չի սիրում, եթե մեր ուղեղները չի աշխատում, եթե մեր ուղեղները չի աշխատում, ուրեմն ոչ մի լավ բան էլ 50 տարի չսպասեք։ Մենք տեսանք 35 տարի ունեցանք խաղաղություն եւ այդ խաղաղությունը մահվան երթի վերածվեց, որտեղ մարդկանց մի խումբ իշխանությունը բռնազավթեց, գրավեց այդ իշխանությունը, որտեղ Հայաստանում իշխանությունը ընտրություններով չէր փոխվում եւ այս մարդիկ
կլանի վերածվեցին, երկիրը կանգնեցրին ճգնաժամի առաջ, արդյունքում Արցախներ կորցրեցինք, Արցախայություններ տեղահան եղավ եւ ենթարկվեց էթնիկ զտման, որ նույն գենոցիդային տարրերն ունի իր վրա։ Դրա համար այսօրվանից պետք է անել այն, հիմքերը ստեղծել քաղաքական համակարգի, նկատի ունեցեք պարլամենտական պետություն ենք, դա պիտի լավացվի, տնտեսության մենք անպայման մեքենաշինություն եւ սարքաշինություն պիտի ունենանք, IT տեխնոլոգիա եւ այլ սրանք շատ լավ բան է, բայց դրանք պետք է լինի։ Մենք անպայմանորեն պիտի ունենանք ագրոարդյունաբերական տնտեսություն։ Եվ ես կառավարությանն առաջարկել եմ հաղորդումների իմաստով, հիմա էլ եմ առաջարկում մտածել գյուղակադեմիան իր ստորաբաժանումներով տեղաբաշխել, ասենք Տաշիրում կամ Ստեփանավանում, հավանաբար, որտեղ ուրեմն ասֆալտի վրա ոչ կովեն կթում, ոչ էլ պետք է խոտ աճեցնել։ Եվ այնտեղ ուրեմն պետք է տեղափոխել աշխարհում այդ փորձերը շատ են, երբ որ ուրեմն գիտաարդյունաբերական համալիրները, հետազոտական կենտրոնները մոտեցնում են աշխարհագրական իմաստով այն տեղերին, որտեղով նրանք աշխատում են։ Ինձ ասեցին, ես դա նաև գիտեի, որ Ստեփանավանում տեխնիկումի կարգի, չգիտեմ, քոլեջը ինչ է, ուսումնական հաստատություն կա անասնապահության գծով, բայց դա քիչ է, առաջարկս է։ Ուրեմն հանրապետությունը եղած անասնաբուծական, անասնաբուժական, այս կարգի բոլոր հետազոտական կենտրոնները տեղափոխել Ստեփանավան եւ այլն։ Սա երկու մաս ունի։ Նախ այս հիմնարկները կգտնվեն ուրեմն իրենց միջավայրում եւ երկրորդը մարզերը կունենան զարգացման հնարավորություն։ Նույնը ենթադրենք հացի եւ այլնի վերաբերող տնտեսության մասին է Շիրակի գոտում, Ալեքսանդրապոլ կամ չեմ ասում Գյումրի, որովհետեւ ուրեմն ինչու չեմ ասում Գյումրի, որովհետեւ ուրեմն Գյումրու քաղաքապետը ռուսական կողմնորոշումով, չգիտեմ ինչ գույնի ղեկավար է, ինքը ուրեմն ռուսական կողմնորոշում ունենալով թուրքական անունը պահում է քաղաքի վրա։ Ուրեմն այս Շիրակի գոտի գյուղատնտեսական հացի եւ այլնի ճակնդերի արտադրության գիտահետազոտական կենտրոններ, բաներ պիտի տեղափոխել եւ այսպես մի խոսքով ստացվում է, որ մարզերը արյուն ավիշ ստանան, հզորություն ունենան, որովհետեւ երկիրը զարգանա, դրանք նկատի ունեցեք, թե չէ տեսեք ինչ խնդրեմ կա բոլոր գյուղերում, ես ասեմ, իմ ընկերները ձեզ ցույց կտան կողքի ավերակ տունը, ֆիզիկական իմաստով եկեղեցու կողքի ավերակ դատարկված, այս վիճակը կա հանրապետության տարբեր բարեկեցիկ, ոչ բարեկեցիկ գյուղերում քաղաքներում, ինչու, որտեղ ուրեմն մարդիկ թողել են տունտեղ, գնացել են կամ Ռուսաստան, հիմա Ռուսաստանում որևէ հաջողություն չունեն, ասում են, որ գնացող չկա, ինչ են անում, հեռավոր հայաստանյան չափերով գյուղերից գալիս են Երևան, Երևանում շինարարության վրա անորակ աշխատանք կատարելու համար։ Դրա համար ես կարծում եմ, որ այս բոլոր համալիրի մեջ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը հայտնվել է եւ կանոնի Երևանի զարգացումը պիտի օրենքով արգելվի, կասեցվի, ընդարձակումը։ Հակառակը Երևանը պետք է բեռնաթափվի եւ տեղափոխվի մարզեր։ Երկրի համաչափ աշխարհագրական զարգացումը, դեմոգրաֆիական զարգացումը, արտադրական կարողությունների, գիտական կարողությունների տեղափոխումը չափազանց կարևոր հարց է մեր հանրապետության համար, թե չէ առաջացել է հսկա մի մոնստր Երևանն է, առանց հնարավոր չի կառավարել, նկատի ունեցեք, նման մի Երևան եղած ռեսուրսների պայմաններում։ Օրինակն ասեմ, դուք ինչքան էլ վիոլա ջրից դժգոհ լինեք, աշխարհում ոչ մի վիոլա կամ նման ընկերություն Երևանի ջրապահումը խմելու չի կարող ապահովել, որովհետև Երևանի խողովակաշարեր, կոմունիկացիաներ, աղբյուրներ եւ այլն չի նախատեսված 4 միլիոն Երևանի համար։ Երևանը դարել է 1,5 միլիոն, անոց 2,5-3 միլիոնից երկրում հսկա մի մոնստր, հրեշ, դրա համար Երևանը պետք է ուրեմն բեռնաթափվի, պիտի զարգանան, հենց այդպես Վանաձոր, ենթադրենք Ստեփանավան, Կապան, չգիտեմ, եւ այսպես մարզեր պետք է տեղափոխվեն համապատասխան բոլոր կառույցները տեղական հումք օգտագործելու համար եւ երկրորդը ուրեմն Երևանի զարգացումը կանոնավոր հիմքերի վրա դնելու համար։ Սա էլ այսպես, այս եզրակացությունն է։ Ուրեմն Երևանը կլանում է աշխատուժը։ Աշխատուժն էլ խնդրեմ ունի, նայեցեք, երեկվա կամ այսօրվա հողագործ երիտասարդը վաղը գնում է շինարարության վրա աշխատելու, իհարկե դա որակյալ աշխատանք չի, դա մասնագիտական աշխատանք չի եւ որակյալ տներ եւ այլն կառուցել հնարավոր չի։ Եվ այդ բնակարանային շինարարությունը կտրուկ Երևանում պիտի դադարեցնել, մարզեր տեղափոխել, իհարկե այստեղ կարելի է մի քիչ օրենսդրական բազայի փոփոխություններ, նաեւ կառավարությունը կարող է շահագրգռության տնտեսական միջոցներ կիրառել, որովհետեւ կառույցող ուրեմն այդ բաները մի խոսքով եւ պիտի մտածել արդեն երկրի պրոֆիլի մասին, թե ինչպիսի երկիր ենք ուզում, օրինակ ես կարծում եմ, որ իհարկե IT տեխնոլոգիա եւ այն հրաշալի է, որը մեկը խնդրեմ չի տեսնում դրա մեջ,
բայց մենք պետք է ունենանք անպայման սարքաշինություն, մեքենաշինություն, մանավանդ դրա ավանդույթներ կան, նաև լեռնամետալուրգիան, որոնք միայն հումքը չէ, որ պիտի դուրս բերվեն։ Դուք գիտեք, հումք արտանող երկրները դրանք աղքատ ուրիշի ձեռի խաղալիք երկրներ են, երբ այդ երկրի հումքով հարստանում են ուրիշներ։ Իսկ մենք ունենք բղինց, թող հեքիաթներ չպատնեն 2 տարի հետո վերջանում է թե ինչ, ուրեմն ռացիոնալ պետք է օգտագործեն, մենք ունենք բղինց, մոլիբդեն եւ այլն, դրանց ռացիոնալ օգտագործումով մենք պետք է ունենանք լավագույն լեռնամետալուրգիա, հանքարդյունաբերություն, տեղական արտադրություն կազմակերպելով, որ նաև մեր SS երիտասարդության կյանքը բարելավի, ոչ թե լինեն անորակ բանվորներ, այլ բարձր կարողությամբ ուրեմն տեխնիկներ եւ այլն։ Հիմա խոսքս ավարտեմ հետեւյալով, որտեղ կարծում եմ բավարար չափով խոսեցի, ուրեմն այս բոլոր վերափոխումների հիմքը առաջին հերթին եւ դրանից պետք է սեր մսուր մանկապարտեզ դպրոց բուհ այս համալիրի վերակառուցումն է այսօրվանից։ Առաջին խնդիրը մսուր մանկապարտեզ, ինչու եմ ասում, այն ամերիկյան եւ այլ տեխնոլոգիաները եւ նաեւ Հայաստանում գոյություն ունեցող տեխնոլոգիաների կիրառությունը ենթադրում է համալսարաններ որպես արտադրական ձեռնարկություններ այդ մոդելի իմաստով, իսկ այդ համալսարանները կարող են լինել, եթե կա դպրոց եւ համալրում նորմալ իմաստով էսպես։ Ուրեմն իգործ պետք չի նվնվալ, պիտի երկրում ունեցողությունը խստագույնս կիրառվի եւ այս 5-րդ շարասյունը վերջը պիտի ուրեմն դուրս մղվի երկրից, մենք բոլոր կուզենանք, որ բոլոր մեր հայրենակիցները Հայաստանում ապրեն, բայց ովքեր համաձայն չեն Հայաստանում ապրեն եւ ունեն ռսի թրիքի մաս, իրենց գործն է, կարող են գնալ եւ սեկտիվ կարում ապրեն, ինչքան կարող են, բայց իհարկե մեր ցանկությունն է, որ մենք հավաքվենք Հայաստանում։ Հայաստանում հավաքվելն նշանակում է հայոց լեզվի իմացություն եւ հայկական դպրոցների զարգացում։ Ասեմ ձեզ, ձեր աչքի առաջ է, այդ որ հայերեն խոսել գիտի, օլիգարխի երեխան հայերեն խոսել դա շատ քիչ է։ Հայկական կրթություն պետք է ունենան, հայկական դպրոց ավարտեն եւ հայկական մտածողություն, հայեցի, նկատի ունեցեք, որ դպրոցն ավարտում են, այդ դպրոցի եւ այդ ազգի մտածողություններ ունեն եւ կարող եմ ասել օլիգարխիայի ռուսական մտածողությունը հայկական չի, դա ռուսական այն բիդլոյի մտածողության որոշակի տարբերակն է։ Ես էլ էսպես մտածել եմ, պետք աշխատել եմ, պետք եւ շատ նվնվալ պետք չի, այն էլ ասել, որ ազգաբնակչության մեր հայրենակիցներ եկեք այցելեք Հայաստանի տարբեր վայրեր եւ դուք կտեսնեք, որ այստեղ օդը շնչելը շատ ավելին է 4 ժամ, քան թե Վրաստանի անհասկանալի պղտոր ջրերում մի ամիս լողանալը։ Ստեսուն ձեզ, մենք էլի կհանդիպենք, սա քրիստոնյա ժողովրդավարական համաշխարհային ընտանիք ներկայացնող, ուրեմն կուսակցության, ուրեմն այդ հաղորդաշարն է, որը պատրաստ է միշտ ձեզ ծառայելու եւ խնդիրներ ներկայացնելու։ Առայժմ